Բարի օր, Բեյրութից այստեղ 2-3 օրով գտնվում եմ ականավոր մտավորական պետական կուսակցական գործիչ Նիկոլ Աղբալյանի 151-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Քիչ առաջ համացանցը միացրեցի Դաշնակցության կենտրոնում ու մեկ էլ աչքս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը կարծես իր խոստումը կատարել է եւ հրապարակել է արցախյան բանակցությունների հետ կապված փաստաթղթեր։ Բայց Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ եւս չծտեր, այստեղ եւս չմանիպուլացներ։ Նախ ամբողջական թղթադրալները չեն, այդ փաստաթղթերի մեծ մասը կամ ամբողջը հրապարակվել է բացի մեկի 2019 թվականի Մինսկի խմբի կողմից առաջարկը, որը տևական ժամանակ ընդդիմության կողմից, շատ գործիչների կողմից կոչ էր արվում իշխանություններին հրապարակել։ Առաջին բանը, բոլոր փաստաթղթերում, այդ թվում 19 թվի փաստաթղթում խոսվել է Արցախի կարգավիճակի վերջնական որոշման եւ արցախահայության վճռահատման հիման վրա որոշման մասին։ Եվ սուտ է Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր բանակցություններում Արցախ-Ադրբեջանի կազմում պատկերացվող բանակցություններ են եղել։ Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ։ Այս հրապարակված փաստաթղթերում չկա Քիվեստի փաստաթուղթը, որտեղ փաստացիորեն Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետությանը եւ այդտեղ չկար մեղրի զիջելու կամ մեղրի միջանցքի հարց։ Փոխարենը այսօր կառավարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի թերթում ժամանակին հրապարակված մի իբր նախագիծ, որն այդ ժամանակից մերժվել է եւ հիմա իշխանությունները փորձում են մանիպուլացնել, թե ժամանակին խոսվել է մեղրին հանձնելու հարց։ Բոլոր փաստաթղթերով պարզ է դառնում, Արցախը լինելու էր հայկական։ Ցավոք սրտի 19-ի առաջարկն Նիկոլ Փաշինյանը մերժեց եւ 20 թվականին, հետագայում նաեւ 22-ին եւ վերջնարդյունքում 23-ին Արցախը հայաթափվեց հենց այս իշխանությունների ձեռքով։ Լավ լիներ։